Օրհնությունից հետո է միայն ալյուրը, ձուն ու կարագը խառնելու հերթը։ Խոհանոցում մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Արմենիա հեռուստաընկերությունը, Նյումեգ ամսագիրը, Լոֆթ կենտրոնն ու Արարատյան հայրապետական թեմը բարեգործական յուրահատուկ ակցիա են անցկացնում։ Կարող ենք ոչ թե ինչ-որ մի բարեգործություն լուսաբանել, բարեգործության մասին խոսել, պատմել ու սովորեցնել, այլ մենք հենց ինքներս անել բարեգործության։ Ինչ-որ մի բան, որով կփոխենք երեխաների մեկ օրը, որով երեխաներին ջերմություն կփոխանցենք։ Պատրաստվող քաղցրավենիքը հանրապետական վերականգնողական կենտրոնի երեխաների համար է։ Այստեղ բուժօգնություն են ստանում նյարդային եւ ոսկրամկանային համակարգերի խնդիրներով երեխաներ։ Կատարվում է նաեւ սոցիալ-հոգեբանական վերականգնում։ Վերականգնողական կենտրոնի հսկողության տակ են 4000 հիվանդներ։ Տարեկան ավելի քան 800 հիվանդ ստանում է ստացիոնար բուժում։ Ես այստեղ բավականին մեծ խորհուրդ տեսա եւ մեր թիմի համար շատ պատասխանատու էր, մասնակցել եւ նաեւ մասնիկը դառնալ այս հետաքրքիր պրոյեկտի։ Նյումեգը միշտ պատրաստ է նման օրինակ միջոցառումների կողքին լինել, ինքներս ենք պատրաստ կազմակերպել, աջակցել։ Բարեգործական ակցիան եռափուլ է, բացի տնական գաթաներից երեխաները ստանում են նաեւ տոնական նվեր-բացիկներ, նրանց համար կազմակերպվել է թատերական ներկայացում։ Անի Հակոբյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։